Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Ըստ գերատեսչության հայտարարության Թբիլիսիում ուշադիր հետևում են երկրում ընթացող զարգացումներին, հույս ունենալով, որ հետագա գործընթացները կլինեն վենեսուելացի ժողովրդի շահերին համահունչ։ Վրաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Վենեսուելայի վերջին իրադարձությունները կհանգեցնեն Կարակասի կողմից Վրաստանի օկուպացված տարածաշրջանների ճանաչման չեղարկմանը։ Հաշվի առնելով այն, որ Վենեսուելայի իշխանությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ անկախ պետություններ են ճանաչել Վրաստանի օկուպացված տարածաշրջանները, Աբխազիան եւ այսպես կոչված Հարավային Օսիան, մենք հույս ենք հայտնում, որ վերջին իրադարձությունները կբերեն այդ անօրինական որոշման չեղարկմանը Վրաստանի ազգային շահերին եւ միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին շնորհավորել է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ Իլիա II-ի վաստակի շնորհիվ եկեղեցին մինչև օրս վրաց ժողովրդի հոգևոր հենասյունն է եւ վրացական պետականության ամուր հիմքը։ Նրա երկարամյա հոգևոր առաջնորդությունն ու աշխատանքը կենսական նշանակություն ունեն մեր երկրի խաղաղության, վրաց ժողովրդի հոգևոր ուժի եւ միասնության համար։ Հատկապես գնահատվում է նրա ներդրումը հասարակության մեջ հանդուրժողականության, ներդաշնակության եւ սիրո ամրապնդման գործում։ Մեր հայրապետին մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ երկարատև ծառայություն ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես շնորհավորել է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Գրեթե կես դար Վրաստանի նորագույն պատմության այս շրջադարձային պահին նրա հոգևոր առաջնորդությունը եղել է այն հիմնական ուժը, որը հասարակությունը լցրել է խաղաղությամբ, միասնությամբ եւ ապագայի նկատմամբ հավատով։ Մեր երկրի համար պատիվ է, որ ազատության ձեռքբերման եւ պետականության ամրապնդման ճանապարհին մեր հուսալի հենարանը հենց սրբազնագույնի իմաստությունն ու օրհնությունն է։ Պատրիարքի նվիրված ծառայությունը, բարձրագույն արժեքներին նվիրվածությունը եւ մերձավորի հանդեպ սերը մեզանից յուրաքանչյուրի համար օրինակ են։ Ծննդյան 93-ամյակի առթիվ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին շնորհավորել են նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նրան մաղթելով առողջություն եւ երկարակեցություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հակամարտությունների կարգավորումը Եմենում, Սոմալիում եւ Գազայի հատվածում։ Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Սոմալիում եւ Եմենում, ընդգծելով, որ երկու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։ Թուրքիայի նախագահը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը Եմենում հակամարտող կողմերի մերձեցման ուղղված ջանքերում իր ներդրման հարցում։ Էրդողանը նաև ուշադրություն է դարձրել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացմանը, նշելով, որ պայմանները վատացել են ձմռան ընթացքում։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը շարունակում է աշխատել Պաղեստինյան անկլավում մշտական հրադադարի հասնելու եւ այն վերականգնելու ուղղությամբ։ Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը Սաուդյան Արաբիայի հետ գործակցությունը խորացնելու հարցում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է այն համաձայնագիրը, ըստ որի Իսպանիան կգնի թուրքական արտադրության Hurjet ուսումնամարզական ինքնաթիռներ։ Էրդողանը սա անվանել է պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերությունում Թուրքիայի նորարարական դերի վկայություն։ Գործարքի շրջանակում Իսպանիայի ռազմաօդային ուժերը Թուրքիայից կգնեն 2.6 միլիարդ եվրո արժողությամբ 30 Hurjet ինքնաթիռ։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան դարձել է աշխարհում ճանաչված խաղացող պաշտպանական եւ ավիացիոն սեկտորներում։ Նա հավելել է, որ Hurjet-ի ներառումը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինությունների ցանկում ել ավելի կընդլայնի Թուրքիայի հնարավորություններն առաջիկա տարիներին։ Թուրքիայի արտգործնախարարությունը Վենեսուելայի շուրջ վերջին իրադարձությունների առիթով հանդես է եկել հայտարարությամբ։ Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Վենեսուելայի կայունությանը, խաղաղությանը եւ ժողովրդի բարեկեցությանը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, որպեսզի ներկայիս իրավիճակը չհանգեցնի բացասական հետևանքների տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար։
Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ Անկարան պատրաստ է ցանկացած կառուցողական ներդրում ունենալ Վենեսուելայի շուրջ ճգնաժամի կարգավորման գործում միջազգային իրավունքի շրջանակներում։ Թուրքիայի դեսպանատունը Կարակասում շարունակում է անխափան կապ եւ անհրաժեշտ համակարգում ապահովել երկրում գտնվող թուրք քաղաքացիների հետ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնը Մադուրոյին գործարք էր առաջարկել, ըստ որի նա պետք է լքեր Վենեսուելան եւ մեկներ Թուրքիա։ Մադուրոն մերժել էր այդ առաջարկը։ Իրանի Իլամի նահանգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ֆարս գործակալության տվյալով Մալեք Շահի շրջանում անկարգություններ են բռնկվել այն պահին, երբ զինված անձինք փորձել են ներթափանցել ուժային կառույցների կենտրոններից մեկը, ինչն էլ հանգեցրել է բախումների սրման։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ 1 մարդ զոհվել է, իսկ 2 հարձակվող սպանվել է բախումների ընթացքում։ Մեհրի հաղորդմամբ բախումների հետևանքով եւս մի քանի մարդ վիրավորվել է։ Հիշեցնենք, որ Իրանում ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Բողոքի ակցիաները փոխարժեքի կտրուկ տատանումների եւ մեծածախ ու մանրածախ գների վրա դրանց ազդեցության դեմ են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կմիջամտի, եթե Իրանը կրակ բացի ծանր տնտեսական իրավիճակի եւ բարձր գնաճի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտնել է, որ երկրի տնտեսական խնդիրների հետևում, որոնք առաջացել են ռիալի փոխարժեքի անկման պատճառով, կանգնած է թշնամին, կոչ անելով ուժեղացնել ճնշումներն արտասահմանից աջակցություն ստացող ապստամբների նկատմամբ։ Մենք չենք նահանջի թշնամու առջև, հույսը դնելով ամենակարող Աստծո եւ ժողովրդի աջակցության վրա, մենք աստվածային հաջողությամբ ծնկի կբերենք թշնամուն։ Խամենեին հիշատակել է Թեհրանում առևտրականների կողմից վերջերս կազմակերպված բողոքի ակցիաները կապված արժույթի տատանումների հետ, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է նրանց բողոքի իրավունքը, բայց չի կարող հանդուրժել զանգվածային անկարգությունները։ Արտարժույթի գների անվերահսկելի աճը ռիալի նկատմամբ անբնական է եւ պետք է դադարեցվի։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ, բայց իմաստ չունի խոսել խռովարարների հետ։ Խամենեին կոչ է արել անվտանգության ուժերին ակտիվացնել պայքարը իր խոսքով թշնամու վարձկանների դեմ, որոնք փորձում են խաթարել երկրի անվտանգությունը զանգվածային անկարգությունների միջոցով։ Հարգանշական է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համերաշխություն էր հայտնել Իրանի ժողովրդի պայքարին եւ ազատության ու արդարության նրա ձգտմանը։ Նեթանյահուն չէր բացառել, որ Իրանի ժողովուրդն իր ձեռքը կվերցնի սեփական ճակատագիրը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարևոր է համարում երկրում բողոքի ակցիա իրականացնողների հետ երկխոսության հաստատումը։ Ղալիբաֆի խոսքով ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են եւ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն վերականգնելու տնտեսական կայունությունը։ Իրանի Մեջլիսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը լրջորեն հանձնառու է լուծում տալու հանրային մտահոգություններին։ Նա հույս է հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կբավարարեն ցուցարարների օրինական պահանջները։ Միաժամանակ Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ այն անձինք, որոնք ուղիղ կամ անուղղակի կապ ունեն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ եւ որոնց գործը ցույցերը խռովությունների վերածելն է, նրանց նկատմամբ արդյունավետ գործողություններ կիրականացվեն, պաշտպանելու հանրային անվտանգությունն ու հասարակական անդորրը։ Մեջլիսի խոսնակը հավելել է, որ պատմության ընթացքում Իրանը տեսել է շատ վարձկանների ու դավաճանների եւ որ թշնամին հերթական անգամ կպարտվի՝ ի հեճուկս գործադրած լայնածավալ հետախուզության եւ մեդիա ռեսուրսների։ Իրանի իշխանությունները կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը։ Ինտերնետային թրաֆիկը ժամանակավորապես նվազել է մոտ 1/3-ով։ Շատ իրանցիներ հայտնել են սոցիալական ցանցերում լայնածավալ խափանումների մասին։ Իրանը մասնակիորեն սահմանափակել էր ինտերնետի հասանելիությունը նաև 2009, 2019 եւ 2022 թվականների բողոքի ակցիաների եւ 2025 թվականի հունիսին Իսրայելի հարձակումների ժամանակ։ Որոշ դեպքերում դրանք եղել են լիակատար անջատումներ, որոնց ընթացքում հասանելի են եղել միայն մի քանի կայքեր։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի վրա ռազմական հարձակումը, որպես նրա ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում, ասված է Իրանի արտգործնախարարության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Վենեսուելայի դաշնակից Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ գործել անօրինական ագրեսիան դադարեցնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հարվածել է Վենեսուելային եւ գերի վերցրել նրա երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոին։ Միացյալ Նահանգները նրան մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության, զենքի ապօրինի շրջանառության համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներից կազմված պատվիրակությանը, որը շնորհավորել է Ալիևին անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման շրջանակում ձեռքբերված նվաճումների համար։ Խոսելով ձեռքբերված համաձայնությունների պատմական նշանակության մասին, Ալիևը հատկապես ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերն այդ գործընթացում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ, շեշտը դնելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման, նաև Ղազախստանից եւ Ռուսաստանից ծորենի Ադրբեջանի տարածքով տարանցման վրա։ Ալիևը հույս է հայտնել, որ Թրիփը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ազատության աջակցության մասին օրենքի անարդար 907-րդ բանաձևը անհամատեղելի է երկու երկրի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ։ Նա բարձր է գնահատել Թրամփի որոշումը կասեցնելու այդ դրույթը եւ հույս է հայտնել, որ կոնգրեսի անդամները կշարունակեն այն ամբողջությամբ չեղարկելու իրենց ջանքերը։ Ադրբեջանն ու Թուրքիան 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը։ 2 օր առաջ մենք Ադրբեջանի հետ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման նոր համաձայնագիր ենք ստորագրել։ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի Աբշերոն հանքավայրից տարեկան կմատակարարվի 2.20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029 թվականին եւ կգործի մինչեւ 2040-ական թվականները։ Բայրակթարը հայտնել է, որ գազը Թուրքիա կմատակարարվի Բաքու, Թբիլիսի, Էրզրում խողովակաշարով։ Մարոթ Արվերդյան, հարևաններ։